Հարապետական կուսակցության մեծամասնությունը Ուկրաինային է աջակցում Տրամպը ընտրությունների նախօրեին չի կարող գնալ հանրապետականների դեմ նույնիսկ եթե նա շատ է սիրում Վլադիմիր Պուտինին այստեղ կա ներքին խնդիրը դա ժողովրդավարական երկիր է երկրորդ Տրամպը բարկացած է որովհետև Պուտինը իրեն անդադ ծիծաղելի վիճակում է դնում Տրամպը բան է հայտարարում օրինակ մենք հանդիպելու ենք երեքով հաջորդ օրը Լավրովը քմծիծաղով հերքում է այսինքն ես կարծում Վլադիմիր Պուտինի համար ճիշտ չի անձնապես անընդհատ այսպես վիրավորել Տրամպին, որովհետև մենք գիտենք, որ Բոլտոնի դեպքերից հատկապես հետո նա շատ հիշաչար անձնավորություն է, ես չեմ կարող ասել դա գործի թե ոչ, բայց սանկցիաները դեռ ուժի մեջ չեն, նոյեմբերի 21-ին Տրամպը վերջնական կորոշի։ Այո, եւ եթե դա որոշվի կարևոր։ Եվրոպական սանկցիաները նոր փաթեթ է տա։ Նոր փաթեթը ուժի մեջ է, բայց առանց ԱՄՆ-ը միանալու այդ փաթեթին ԱՄՆ-ն չի միացել։ Այդտեղ վերահսկողություն չկա։ Այսօր օրինակ, տեսեք, Իրանի սանկցիոն նավթը էլի գնում են Ինդոնեզիայից, իբրև դա ինդոնեզիական նավթն է, դա շատ բարդ է։ Եվ այս իրավիճակում սպասվող հանդիպումը ամսի 30-ին Տրամփ եւ Սի Ցզինպինի հետ շատ կարևոր է հատկապես այստեղ խորամանկ էր կարծում եմ Ռուբիոն էր որոշել նախ Ճապոնիա այցելել խոսել բանակից սա չինական մղձավանջ է որովհետեւ տեխնոլոգիաներով Ճապոնիա շատ առաջացավ Ճապոնիայից հետո նոր գնալ հարավային Կորեա հետո նոր գնալ Չինաստան այսինքն դե Տրամպը չի մոռացել շատ հետաքրքիր շքերթը ռազմական չի մոռացել Չինաստանի այդ նեղացվածությունը եւ իմ վստահությամբ Տրամպը պիտի Չինաստան հետ պայմանավորվի, ախր Ռուսաստանի թելերը գտնվում են Չինաստանի ձեռքում, մեծամասամբ ֆինանսավորումը, աջակցությունը, եթե Չինաստանի հետ Տրամպը կարողանա խոսել, դա մի այլ հաղորդման մաս կարող է երկար պիտի խոսենք, թե ինչ կարող է ԱՄՆ-ն առաջարկել Չինաստանին դրա դիմաց, բայց այն, որ Ռուսաստանը այլևս ընդունակ չի խոսել, նա ասում է, ես բուրիվեշնիկ եմ արձակում, ձեզ բոլորիդ կոչնչացնեմ, վերջ, անհնար է մարդու հետ խոսել,